Ըստ համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության դիտարկումների, վերջին 10 տարին երկիր մոլորակի ամենատաք տարիներն են։ Վերջին 150 տարում աշխարհում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է 1.2 աստիճանով։ Գլոբալ տաքացման միջին տեմպերից անմասն չէ նաև Հայաստանը։ Այստեղ վերջին 30 տարում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է 1.6 աստիճանով։ Դրան զուգահեռ ավելացել են վտանգավոր կլիմայական երևույթները՝ հեղեղներ, ցրտահարություններ, ուժգին քամիներ։ Աշխարհը մեկտեղված ջանքերով փորձում է դիմակայել կլիմայական մարտահրավերներին, այդ գործում մեծ դեր վերապահելով նաև երիտասարդությանը։ Սեպտեմբերի 19-ին համայնքի կայունության ամրապնդում է ներկայարդյունավետության եւ ցածր արտանետումներով զարգացման միջոցով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում Ալավերդիում կայացավ կանաչ լոռի խորագիրը կրող համաժողով։ Միջոցառումը կազմակերպվել էր համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության, Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանի եւ Ալավերդու համայնքի ղեկավարին առընթեր երիտասարդական խորհրդի հետ համագործակցությամբ։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ կանաչ լոռի խորագրով երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը։ Երիտասարդները հնարավորություն ունեցան նաև հանդիպել Ալավերդու համայնքապետի, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի վարչության ավագ մասնագետի, Ալավերդի համայնքի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, կլիմայի եւ էներգետիկայի ոլորտների փորձագետների հետ։ Այս նախաձեռնությունը ոչ միայն հրաշալի արդյունք է մեր մարզի երիտասարդների համար, քննարկելու, սովորելու, բարձրաձայնելու կլիմայի եւ էներգետիկ անվտանգության մարտահրավերների մասին, այլև իրական հնարավորություն է դառնալու այդ խնդիրների լուծման մասնակիցները։ Մենք կարևորում ենք ինչպես համայնքային մակարդակում իրականացվող նախաձեռնությունները, այնպես էլ նման կրթական եւ իրազեկ ծրագրերը, որոնք ձևավորում են պատասխանատու եւ գիտակից սերունդ։ Միջոցառումն իրականացվել է Եվրամիության կայուն էներգիայի շաբաթ նախաձեռնության շրջանակում եւ նվիրված է ապագայի էներգետիկ անվտանգությանը, խրախուսելով վերականգնվող աղբյուրների կիրառությունը, էներգարդյունավետությունը, միջազգային համագործակցությունը ի նպաստ կանաչ վերափոխման։ Նպատակը երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացումն ու կլիմայի դեմ պայքարում նրանց ներգրավվածության խրախուսումն է։ Կլիմայի փոփոխության խնդիրը իր կարևորը հենց ապագա սերունդների համար թողնել երկրագունդի այն իրավիճակում, որոնք ունենան նորմալ կենսական պայմաններ, ստարտային նույն պայմանները, դրա համար իրենց ակտիվությունը, պաշտպանել իրենց իրավունքները եւ մասնակցել այս ամբողջ process-ին շատ էական է։ Մյուս կողմից երիտասարդները այդ մասը նրանք են, ովքեր վաղը լինելու են նաև որոշում ընդունողներ, լինելու են նաև մայրեր եւ ընտանիքների ղեկավարներ, այսինքն այդ մշակույթը իրենք տանելու են աշխատավայր, տանելու են ընտանիք, դրա համար երիտասարդներին ժամանակին եւ կրթական ծրագրերով եւ ուսումնական ծրագրերում ներառելով բնապահպանական խնդիրները մենք ունենանք գիտակից ապագա որոշում ընդունողներ։ Կանաչ լոռի խորագրով տեսահոլովակների ֆոտոշարքերի մրցույթը տեղի ունեցել օգոստոսի 9-ից 31-ը։ Լոռու մարզի տարբեր համայնքներից մրցույթի մասնակցության 7 հայտ է ստացվել։ Համաժողովի ընթացքում ներկայացված աշխատանքներից մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել են լավագույնները։ Իսկ մրցույթի արդյունքներն ամփոփելուց առաջ տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ երիտասարդների ներկայացվեցին աշխարհում եւ Հայաստանում կլիմայի փոփոխության միտումները, ազդեցությունները, կլիմայի փոփոխության մեղման միջոցառումները, Լոռու մարզում եւ Ալավերդի համայնքում իրականացվող կլիմայական նախաձեռնությունները, ընթացիկ ծրագրերը եւ գործողությունները։ Երիտասարդների դերը իհարկե շատ կարևոր է, ոչ միայն կլիմայական հարցերում, այլ ընդհանուր բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում։ Նրանք ունեն շատ ճկուն մտածելակերպ, ունեն զարգացած տեսլական, իրենց միջոցով իրենք պետք է ակտիվ լինեն ու բարձրաձայնեն այդ խնդիրները եւ կարողանան որոշեն, թե ինչումն է իրենց մասնակցությունը, ուր դիմեն, կոնկրետ առաջարկներ կատարեն, այդ ճանապարհը, այդ ճանապարհային քարտեզը հստակ պատկերացնեն այդ լուծումների։ Շատ կարևոր է, որպեսզի համայնքները լինեն կլիմայակենտրոն, տեղական իշխանությունները լինեն կլիմայակենտրոն, այսինքն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տարվող քաղաքականությունը ինքը լինի հենված կլիմայական փոփոխությունների բխող իրական կարիքների հիման վրա, որովհետև կլիման եւ դրա փոփոխությունները ուղիղ ազդեցություն ունեն, համայնքի զարգացման, անվտանգության, մարդկանց առողջության վրա,
Դրա համար անհրաժեշտ է, կարևոր է, որպեսզի լինի համայնքներ ունենան կլիմայական քաղաքականություն ընդհանուր եւ այդ քաղաքականությունից բխեցնող ռազմավարություններ, ինչպիսիք են, ասենք, օրինակ տնտեսական զարգացման ռազմավարությունը, բնակչության առողջապահական ռազմավարությունը, բնապահպանական ռազմավարությունը, աղետների կանխարգելման ռազմավարությունը, գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը։ Միջոցառման ավարտին ժյուրի անդամները հավաստագրեր ու մրցանակներ հանձնեցին մասնակիցներին եւ հաղթողներին։ Երրորդ մրցանակին արժանացավ Ալավերդի ներկայացնող Գևորգ Ասլանյանը, երկրորդ մրցանակը ստացավ Ռոբերտ Օհանյանը Վանաձորից, իսկ առաջին մրցանակակիրը Ժաննա Սողոմոնյանն է Օձունից, ով բարձրացրել էր հեղեղների կարգտահարության խնդիրը, կարևորելով ավելորդ ջրերի հավաքագրման անհրաժեշտությունը։ Հավաստագրեր ստացան նաեւ համաժողովի բոլոր մասնակիցները։ Երիտասարդները նշում են, մրցանակներից բացի համաժողովի ցարանում են նոր գիտելիքներով։ Միջոցառմանը մասնակցել է 50 երիտասարդ Լոռու մարզի տարբեր բնակավայրերից։ Որոշեցինք ներգրավվել այս նախագծի մեջ, որպեսզի ներկայացնենք մեր համայնքի խնդիրները եւ միգուցե այս ամենից հետո մեր համայնքի համար գոնե մի փոքրիկ առաջընթաց կտեսնենք, որովհետեւ հիմնականում խնդիրները, երբ խորանում ես, նույնիսկ այն փոքրիկ ու չնչին խնդիրները հետագայում բերում են մեծ խնդիրների, որոնք իսկապես պետք է դեռ շուտ արագ կարգավորվի, որպեսզի հետո ավելի մեծ խնդիրների առաջ չկանգնենք։ Հաճելի չէ, երբ քո համայնքը, քո գյուղը շատ խնդիրներ ունի, որը կարող է իրոք իսկապես մեծ խնդիրների հանգեցնել։ Դա համար մենք նաև առաջարկել ենք որոշակի լուծումներ, որպեսզի կարողանանք ինչ-որ մեկի աջակցությամբ, հովանավորությամբ այդ խնդիրները լուծել։ Երիտասարդները ամեն բնակավարում ունեն կարևոր դեր, քանի որ երիտասարդներն են ստեղծում այն սովորույթները, այն ավանդույթները, որը արդեն իրենց ընտանիքներին ձևափոխելով, մտածելակերպերը փոխելով եւ կարծրատիպերը կոտրելով, բերում են այն հասարակությանը, որին մենք ձգտում ենք։ Այսինքն եւ կլիմայի փոփոխության հարցում այդ նույն մտածելակերպով, այդ նույն մեխանիզմով երիտասարդների դերը կարևոր է։ Մեկ անհատը կարող է փոխել ամեն ինչ։ Այսօր ես իմացա, որ շատ կարևոր է ուշադրություն դարձնել կլիմային եւ չախտոտել օդը, քանի որ դա առաջնահերթ խնդիրն է կլիմայի փոփոխության հարցում, որ կլիմայի փոփոխությունը շատ վատ կարող է ազդեցություն ունենալ մեր կենսակերպի, մեր կյանքի վրա։ Սովորեցինք, որ չպետք է ախտոտենք բնությունը, պետք է խնայենք էներգիան։ Նման միջոցառումները երիտասարդներին զինում են գիտելիքներով եւ բարձրացնում նրանց կարողությունները։ Այսպիսի միջոցառումները անհրաժեշտ են հատկապես համայնքներում, ասում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Անդրե Օհանյանը։ Ահագին քայլեր կա, որ իրականացվել է, իրականացում է, այն մաղարտի կայանը, որ մենք կառուցել ենք, դրա եկամուտով նաև կանադությամբ ֆիքսված է, որ այդ գումարը ծախսվի կայուն էներգետիկ գործողությունների իրականացման վրա, որը որ կարծում եմ բավականին նաև ֆինանսական առումով մեծ խթան կհանդիսանա համայնքին, կարողանա տարբեր միջոցառումներ իրականացնի։ Կլիմայի ազդեցությունները ակնառու են, նույնիսկ ամսական կատարվածքներով, եթե մենք ուշադիր հետևում ենք լրահոսին, ապա տեսնում ենք, որ պիկեր են խփում, թե ջերմային ալիքների տեսքով, թե ջերմաստիճանի տեսքով, թե տեղումների պակասի տեսքով եւ այլ իրականում մեծ խնդիրներ կա, թե ասենք սելավներ են, կանատես լինեմ կամ ասենք ոչ հարիր ամիսների կարգտահարություններ եւ այլ։ Գիտեք ինչ, էներգոարդյունավետ, էներգախնայող տեխնոլոգիաներ, որ վերցնենք, ասենք այդտեղ էլ բավականին, ասենք շատ լուրջ մասնագիտություն է, որ ասենք պահանջում է կրթված էներգետիկների բանակ նույնիսկ, որովհետև ուղղվածությունը դրանն է, էլեկտրոմոբիլներ, արևային պանելներ, ջրատաքացուցիչներ եւ այլ։ Այո, ինժեներատեխնիկական կադրեր Հայաստանում այսօր ոչ միայն էներգետիկայի ոլորտում, այլ ընդհանուր առմամբ թե մեքենաշինության մեջ, թե շինարարության մեջ շատ սուղ է։ Եղած մասնագետները իրոք չեն բավարարում արդի խնդիրները, որոնք որ առաջացել են առկա են ներկայումս Հայաստանում, այդ խնդիրները լուծելու տեսանկյունից։ Եվ այստեղ եթե արհեստավորական մակարդակներում տարբեր քոլեջներում ներդրվեցին այս մասնագիտացումները, բայց խոշոր հաշվով ոլորտը առաջ տանելու համար անհրաժեշտ են հետազոտող մասնագետներ, ինժեներատեխնիկական անձնակազմ է անհրաժեշտ վերապատրաստել։
Կանաչ լոռի երիտասարդական համաժողովը այսպիսով եւս մեկ անգամ բարձրացրեց երիտասարդների իրազեկությունը կլիմայի փոփոխության հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծելով տնտեսական ու սոցիալական զարգացման ապահովման համար գլոբալ եւ տեղական մակարդակներում մարդկային կայուն գործունեության կարեւորությունը։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Ալավերդի համայնքից։